Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Յոհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ։ Մենք այսօր խոսելու ենք ժամանակակից բալետի զարգացումների մասին, իսկ իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն է, ում այս պահին սիրով ողջունում եմ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Իհարկե Պարոն Խառատյան, ես գիտեմ, որ ի տարբերություն պարային այլ ուղղությունների բալետը հիմնված է խիստ կանոնակարգված դպրոցի վրա եւ շատ հետաքրքիր է, թե այսօրվա եթե խոսենք կրթության մասին բալետի, սկսենք այդտեղից, ինչ նոր մեթոդներ են ներդրվում բալետը զարգացնելու համար եւ արդյոք այդ ձեր խառատյանական դպրոցում ինչ որ մի բան փոխվել է նոր ժամանակներում։ Շատ հետաքրքիր հարցեր տվեցիք, մի քանի հատ, թե ինչն է, որն է ժամանակակից բալետը, այսինքն ժամանակակիցը դասականի շարունակությունն է, որ ասում են contemporary, ճիշտ է, իսկ մոդեռնը լրիվ տարբեր բան է։ Ես ուզում եի խոսել այսօր դասական բարի մասին, որը ծնվել է Հայաստանում, գիտեք դրա մասին, չէ, ոչ մեկ չգիտի, չէ։ Ուրեմն ծեսերից է ստեղծվել դասական պարը տիսական պարերից, ուրեմն մարդը, որ արարվել է ըստ ինձ, այս վերջի իմ բաների մտորումների արդյունքն է, էլի դա, մարդը, որ արարվել է, մարդու մեջ ամեն բան էլ կա, ամեն ինչ կա։ Գիտեք ինչի համար եմ ես դա ասում, որտեվ մարդը ուրեմն պետքա մարզվի դասականի մեջ, որ բալետի պարող դառնա, չէ։ Հա, մարդը կարող է էզոտերիզմի մեջ ուրեմն մարզվի, ինքը դառնա մոքական բաներ ունի իր մեջ։ Մարդը մի հատ էակա, որը ստեղծվել է ոչ երկրագնդի համար, ոչ ֆիզիկական դաշտի համար, այլ ստեղծվել է ավելի մեծ գաղափարների համար, ավելի մեծ կոսմիկ պետք է ասել, որ տարածության համար է ստեղծվել։ Մարդու մեջ, որտեվ եթե նայեք, ամեն բան կա, ամեն ինչ կա։ Ինչ ուզեք։ Բայց տեսեք, դուք ասում եք, որ Հայաստանում է ստեղծվել դասական բալետը, բայց բալետը իր մեջ մի սկզբունք ունի։ Բալետը չէ, ես դասական պարը, այո, բայց դասական պարը նաև իր մեջ մի սկզբունք ունի, որը այսպես շատ կանոնակարգված կյանքի մասին է, չէ՞ խոսում։ Եթե մենք նայենք բոլոր մեր ոլորտներում, եթե պարից էլ նույնիսկ անջատվենք, այդ կանոնակարգված կյանքը մեզանում շատ դժվար է տրվում։ Այդ դուք ինչպես եք բացատրում այդ դեպքում այդտեղ հակասություն եմ տեսնում, ինչպես է Հայաստանում ձևավորվել դասական պարը, բայց մենք այսօր դա չենք զարգացնում եւ դրան զուգահեռ այլ ոլորտներ չի զարգանում հենց այդ կանոնակարգման սկզբունքը հաշվի առնելով։ Ուրեմն որ վերադառնանք հետ, որին մեր ազգը հիմա գնում է դրան ու ինձ շատ ուրախացնում է այն մոմենտը, երբ որ իրենք վերադառնում են այն բաների Յարխուշտայն զինվորական պարերին կամ Քոչարի քոչվորների պարը չի եղել դա եղել է հին պարերից մեկը, ուրեմն սա խոսում է ազգի միասնության մասին, ֆոլկլորը։ Դասական պարը եթե դուք նայեք մեր ուրեմն Սյունիքի ժառապատկերների վրա, կտեսնեք դասական պարի էլեմենտներ, ձեռքերը այստեղ կամ այնտեղ, դուք ասացիք, որ յոգայով եք զբաղվում, չէ՞։ Շատ լավ։ Այո, երբեմն։ Յոգան դա բալետի շարժում է, բայց դանդաղացրած եւ ասենք այն ձգումները, մկանը բալետը չէ, դասական պարը ինքը ունի ուրեմն փայտի մոտ վարժանքներ ունի, չէ, որտեղ երկարացնում են իրենց մկանները, իրենց շատ ինչ-որ էքզերսիսներ են անում, բաներ են անում, որոնք մշակում են մարդու ունակությունը այս ուղղությամբ։ Եվ Հայաստանում ուզում եք իմանալ, թե ոնց է որ
պարը, դասական պարը ստեղծվել է Հայաստանում։ Դասական պարը գիտեք որն է, հենց այդ ժառապատկերների վրա որ նայեք, դուք նայեք, կտեսնեմ այնտեղ դասական պարի օրինակներ։ Օրինակներ կտեսնեք եւ կտեսնեք այդ դիրքերը, բաները, որտեվ ես հիմա ժամանակ չունենք, որ բացատրեմ թե որտեղից է գալիս։ Եվ մենք ժամանակ էլ չունենք այդքան երկար խորանալու այդ թեմայի մեջ։ Պարոն Խառատյան, դուք նաև դասավանդում եք ընդհանրապես բալետային կրթությունը այսօր Հայաստանում, ինչպես եք գնահատում։ Այո։ Ուրեմն ես դասավանդում եմ խորեոգրաֆիա, որը բեմադրական ուրեմն շնորհքն է դրսևորում մարդկանց մեջ, ով ուզում է լինի։ Մարդը նոր որ ասում է որ ինքը կարող է ամեն բան էլ անի, ամեն ինչ։ Ինքը կարող է մոկ դառնա, ինքը կարող է բալետի արտիստ դառնա, ինքը կարող է ուրեմն 3 4 օրը դասի էի եւ բացատրում էի իմ սաներին, որ ուրեմն դու խորեոգրաֆն ես, հետո դու ունես երաժշտություն, հետո դու ունես կատարողներ, կատարողը պետք է իմանա իր տեղը, ասենք դուք պատկերացրեք, չէ՞ բեմը։ Հետո ունենք հանդիսատես, այսինքն 4 կոմպոնենտից է կախված բարային ուրեմն այդ բանը խորեոգրաֆիան 4 հոգով մենք ներկայացնում ենք 4-ի այդ բանը միացությունը կտա ուրեմն բարը թե ոնց պետքա զարգանա ու բարը մենք ես իմ սաներին ասում եմ որ դուք ամեն բան գիտեք, մարդը ամեն ինչ գիտի, առանց սովորելու, որտեվ իր մեջ կուտակված է ամբողջ գիտելիքը մարդկության։ Դեպքում ինչպես դա վերհանել, զարգացնել։ Այ հենց դա մեթոդիկա է, որ ես անում եմ, կատարում եմ, ուրեմն եթե գնանք հետ, ուրեմն կունդալինի գիտեք որտեղ է գտնվում։ Այո։ Կունդալինին պետք է Յոգան թույլ է տալիս հասկանալ ինչ է կունդալինին։ Կունդալինի կամ արխետիպները մարդկային բարձրացնում են վերև ու իրենք պետք է մտածեն, աշխատեն շատ աշխատանքից հետո մեկ էլ տեսար հանգարցակի իմ սաները մտնում են այդ բանի մեջ ու մրցում են իրար հետ առանց ջղայնության, գիտեք մրցումը միշտ բանա սա է իմ մեթոդիկան, որ իրենց աշխատացնեն, որ իրենց այդ կունդալինները բարձրանան վերև, որտեվ ենթագիտակցության մեջ ամբողջ այդ գիտելիքները կան մարդկության։ Ինքը չգիտի, որ ինքը գիտի։ Ես այդ եմ ասում միշտ, ասում են իմ սաների միշտ ինձ բան են անում, քվոտ են անում, որ պետք է գնանք այնտեղ, որտեղ չգիտենք որտեղ, բերենք այն, չգիտենք ինչ է։ Հեքիաթի հայտնի արտահայտություն։ Այո, հեքիաթները պատահական բաներ չեն մեր կյանքում։ Այսինքն անհնարին է անել իրենց ոլորտում, հա, իրենց տեղում։ Անհնարին բան չկա այս կյանքում, մեր կյանքում։ Այո։ Մարդու ամբողջ մատները ես տալիս եմ նրանց այս մատը ինչ կարող է անի, այն մատը ինչ կարող է անի, այս մատը ինչ է նշանակում, որտեղից են գալի։ Դու գիտեք, որ սա հայերը ասում են, սա մարալիկն է, բայց ես գտա որ Շտայների մոտ ոչ սա բանն է, այդ solar plex-ը ոնց էր։ Արևի հանգույցը։ Արևի հանգույցն է։ Ու մարդը երբ որ կալորացնում է ձեռքերը, որը բալետին չասեմ, դասական բարին։ Ես գանք մոտիկ անում եմ 5-րդ դիրքին։ 5-րդ դիրքը որն է, գիտեք, բարի մեջ։ Դասականի մեջ։ Այո, պատկերացնում եմ որն է։ 5-րդ դիրքը ես տարիներ շարունակ ուրեմն Վաշինգտոնի ազգային բալետին ուրեմն դասավանդում էի ու ասում էի սպիրալն է։ Իրենք ինձ ասին, որ սպիրալն է, ոչ թե սպիրալն է, այսինքն բարձրանում է վեր։ Ասենք ով է հնար է 5-րդ դիրքը բալետում կամ բարում։ Բալետը գիտենք, որ եկել է, ասենք, բալո իտալական ֆորմայից, որը բեմա բարձրացել, արդեն բալը։ Բայց ինքը դասական բարը ծնվել է այստեղ։ Իսկ 5-րդ դիրքը կարևոր նշանակալի դեր ունի ընդհանրապես բալետում։ Եթե դասական բալետը նայում եք, օրինակ Նուրևին դուք գիտեք, չէ՞, Նուրևը։ Ինչ անում է 5-րդ դիրքը վերջացնում, այսինքն
իր ամբողջ շարժու ձևը ենթարկվում է ուրեմն տիեզերական բաներին, կանոններին։ Ասեք։ Միտքս կտրվեց, ճիշտ է ասում։ Տիեզերական կանոններին է ենթարկվում, բայց ես ձեզ ուրիշ բան ունեի նաև հարցնելու, ձեր դպրոցից դուրս, հիմա որ տեսնում եք ընդհանրապես Հայաստանում բալետի զարգացումները, եթե դրանք կան, դպրոցը կամ մեր թատրոնը բալետի, ինչպես է գնահատում, ինչ վիճակում է այն ըստ ձեզ։ Ըստ ինձ շատ դժվար հարց տվեցիք ինձ, որտեվ մի շաբաթ առաջ ուղիղ գնացի ուրեմն Պարոնյանի թատրոն, որտեվ Պարոնյանի թատրոնը այսօր ուզում է իմ բեմադրությունները վերականգնեն, որոնք շատ կարևոր են ինձ ըստ ինձ։ Գիտեք, ու տեսա, որ այնտեղ ժողովուրդը արդեն պարային ինչ-որ բաներ են անում Պարոնյանի թատրոնում ու իմ մի գործը սկսեցին իրենք բոհեմը հիշում եք այո Շարլ Ազնավուրի նվիրված բոհեմը այո որտեղ ինքը ներկա էր ու ինքը շատ հետարքիր ժողովուրդը կանգնած ծափարում էին իրեն ծափարեն դեպի մեզ ծափարեն ինքը ասում էր դարձեք դեպի հանդիսատեսը չէ բեմը որտեղ մենք ենք կանգնած ու ժողովուրդը չգիտեր իրեն ծափարեն թե վերջը մի խոսքով ես տեսա որտեղ նշանակել են Լիլիթ Պետրոսյանին ուրեմն տնօրեն եւ այդ տնօրենը շատ հետարքիր գործ կատարեց ու ինձ թվաց մեր ապագան են իրենք չգիտեմ ծիծաղելի չէ տվում բայց պարային խումբը շատ հետարքիր բաներ կատարեց դերասաններ էին այնտեղ թե պրոֆեսիոնալ բալետի պարոններ են այո ինքը կարողացել է բերի դրսից այն մարդկանց ովքեր չեն ուզում աշխատեն մեր գլխավոր թատրոնում գլխավորը օպերային թատրոնն է հա եւ եկել են միացել են իրեն ու տենց շատ բան ես զարմացա որ իրենք կարող է այդպիսի բաներ անեն ու հասցնեն այդ մակարդակի որ ինձ կարողանային գոհացնել հետաքրքիր է ես ուզում եմ նաև ձեզ հետ խոսենք կամերային բալետի մասին որովհետև դուք մեծ ներդրում ունեք որքան գիտեմ բալետի կամերային ձևաչափի զարգացման մեջ եւ այդ տեսնում եք դուք այդպիսի նախադրյալներ որպեսզի այստեղ նման ձևաչափի բալետ զարգանա զուգահեռ մեր այդպես թատրոնին Ես ասեմ որտեվ գիտեմ որ ներողություն կամերային բալետը եթե սխալվում եմ ինձ ուղեք հիմնականում մտքին է ուղված դե ամեն մտքի բալետ է այսպես ամեն ինչը մտքին է հիմա պարը որն է ես կարող եմ ձեզ հարցնել պարն է եղել սկիզբը թե խոսքն է եղել սկզբից ամենասկիզբը ինձ համար պարը որտեվ մարդը երբ որ ծնվում է ինքը սկսում է շարժվել չէ հա այդ շարժումը ես ասում եմ դա պարն է պարի համար ուրեմն ձեր հարցը ընդհանուր ես կուզեի խոսեինք հենց կամերային բալետի զարգացման համար եւ արդյոք կոնկրետ Պարոնյանի բեմում հիմա այդ ձևաչափն է զարգանում չէ ավելի հետարքիր բաներ են ժամանակին ես երբ որ կամերային բալետը ստեղծեցի այստեղ մեր հեռուստատեսության եւ ռադիոյի ու երրորդ հարկում այստեղ մենք դալիճ ունենք հենց Ստեփան Պողոսյանն էր ղեկավարը ռադիոյի ինքը շատ հետարքիր անձնավորություններ եւ կարողացավ տեսնի որ միայն պարն է որ այն է դասական պարը կամ ավանգարդ պարը որը կարող է մեծ համբավ բերի Հայաստանին ու ինքը կարողացավ կազմակերպի այդ բանը ուրեմն ասեմ ձեզ որ 79 թիվներ որ երբ որ կազմակերպեցինք ես եւ Աննա Մարիկյանը մեր ուրեմն հեռուստատեսության բալետը եւ բեմադրեցի Համլետ
առաջի գործս իմ բաներ իպոստասներն էր Մոցարտի մասին, որը վերցրել էի Դալիից, այն ժամանակ շատ հետարքիր բաներ կար տենց Դալի նկարներ սուրռեալիստական ոճով, հա, այդպես։ Դե բալետը ինքը սուրռեալիզմա թե իզմա թե որնա չգիտես, որտեղ մարմնի շարժումն է, ես այն ինչ որ ասում եմ, ուրեմն ասեցի, որ մարդը ստեղծված է արարիչի կողմից ամեն բան կարող է ինքը անել, ամեն ինչով ֆիզիկական, ուրեմն ֆիզիկական դաշտը եւ հոգեվոր դաշտը մարդու մեջ գոյություն ունի ամեն բան ու ես առանց հասկանալու այդ բաները այն ժամանակ անում էի ու մի ներկայացում բեմադրեցինք Համլետի իդեպ ասեմ, որ 5 հատ Համլետ եմ բեմադրել։ Երկու հատը, ուրեմն Համլետը բեմադրեցինք, տարանք Մոսկվա, Մոսկվայում ասեցին, որ ռադիո եւ հեռուստատեսության կամերային բալետն է ներկայացնելու մեզ, ներկայանալու մեզ Համլետով, այդ արդեն Գորբաչովի պերեստրոյկայից հետո էր, ու այդ Համլետի ժամանակ որը ցուցադրվեց կենտրոնական հեռուստատեսությամբ, ռուսները ասացին, որ սա ավանգարդ բալետ է եւ մենք ավանգարդ բալետ ունենք, բայց այդ ժամանակ ես շարժուձևս իմ գիտեք որ ես ավարտեցի Լենինգրադի այն ժամանակ Լենինգրադի հիմա Սենտ Պետերսբուրգը, հա, այն ժամանակ ուրեմն Միշա Բարիշնիկովի հետ նույն դասարանում մենք ավարտեցինք ու ասում էին որ մենք էլ ունենք sense բալետ, բայց իմ շարժուձևը իմ բեմադրության շատ սահմանափակ էր ռուսական բալետային ոճին, այսինքն վերևը մարմնի վերևը ես չխորանանք բալետային տերմինոլոգիաների մեջ։ Շատ լավ, ասում եք բալետ Համլետի կերպարը այդպես շատ է ձեզ հետաքրքրել եւ ինչ որ իմաստով դա կենսագրական գործեր են։ Ինչու եք ձեզ նույնացնում Համլետի կերպարի հետ, կարելի է իմանալ։ Որովհետեւ Համլետը ինձ համար ինքը մեծ գաղտնիք է ու իրեն համար աշխարհը գաղտնիք էր ու ինքը չգիտեր թե վաղվա օրը ինչ կլինի իր շատ այնտեղ շատ մոմենտներ կա էլի որ ինքը մտնում է մոր մոտ ու մայրը ասում է ինչ եղավ քեզ ասում է չես տեսնում հորս դե հայրը ուրվական էր չէ հա ասում է չես տեսնում հորս հայր կներես բան մայրը ասում է խելագարվել է իմ տղան այսինքն տղան իր Համլետը տեսնում էր ամեն բան, ամեն ինչը տեսնում էր ու մայրը սովորական մահկանացու տեսնում էր ինչ որ ֆիզիկական աշխարհն է, սա եմ ասում։ Եվ դա կարևոր է, եւ լինել չլինելու հարցն էլ կարևոր է։ Լինել չլինելը, հա։ Ուրեմն ես բեմադրեցի, բայց վերնագրերը տարբեր էի դրել, ուրեմն այնտեղ մի դրվակար, որտեղ դիալոգ էր գնում ու ասացի, որ Համլետը հանդիպում էր Օֆելիային եւ Օֆելիային ասում է, որ գնա եկեղեցի, որ մարդ չբերես, որ չփչացնենք այս մարդուն Մտիր կուսանոց Օֆելիա, չէ՞։ Այդպես էր դիմում։ Լավ է հիշում։ Այո։ Պարոն Խառատյան, եկեք մեկ այլ հարց քննարկենք ձեզ հետ։ Տեսեք, մենք գիտենք, որ ընդհանրապես բալետային դպրոցը խորհրդային ժամանակների այսպես արդյունք է եւ խորհրդային միության տարիները շատ մեծ ներդրում են ունեցել ընդհանրապես բալետի զարգացման մեջ, ոչ միայն կենտրոնում Մոսկվայում, այլ նաև այսպես մեր հանրապետությունում, իսկ հիմա արդյոք նույն տրադիցիաներն են շարունակվում, նույն ավանդույթները մոսկովյան, թե մենք արդեն փոխում ենք մեր այսպես մոտեցումները, գիծը, այսպես ասած, եւ փորձում ենք ավելի այլ ճանապարհով գնալ։ Ասեմ, որ ուրեմն մենք
մենք այսինքն հայերս Հայաստանը դեռ չի հասկացել չեմ կարող ասել դեռ չի հասկացել շատերը հասկանում են բայց չեն կարողանում դրսևորեն իրենց միտքը ոնց բացատրեմ ձեզ նորից կրկնեք ձեր հարցը բայց շատ մի հատ հարց տվեք որ ես կարողանամ իրականում ես ուզում եի հասկանալ արդյոք մենք խորհրդային բալետի ավանդույթներն ենք այսօր շարունակում խորհրդայինը թե ընտրել ենք զարգացման այլ ճանապարհ չէ այսօր հետ ճանապարհը որ ասեցիք որովհետև տեսեք դուք նույնպես եկել եք խորհրդային բալետից բայց հետո Վաշինգտոնում բոլորովին այլ միջավայրում դուք ինչ որ նոր առաջարկներ էիք չէ այնտեղ անում նոր բեմադրություններ դե ես այնտեղ ղեկավարեցի արքաբալետը եւ աշխատում էի շատ տեղերում հետո ազգային բալետում էի աշխատում Վաշինգտոնի հետո ուրեմն ռուսական 4 դասատուն էի ռուսների կողմից ուղարկված բայց ռուսական թե խորհրդային բալետ էիք չէ այնտեղ նայեք ուրեմն շատ լավ հարց տվեցիք ուրեմն ոչ թե ռուսները կարողանում են շատ լավ պատրաստել կատարողների բայց խորեոգրաֆ մտածողները փախան Ռուսաստանից 10 որ մինչև հեղափոխությունը 13 թիվներ ինչներ փախան Փարիզ ու սարքեցին ռուսական բալետ բալերուսը ստեղծվեց Ջագելևի ինտերպրետի այդ հիմքում ու սկսեց աշխարհով մանգալ որտեվ Փարիզը կենտրոններ ամբողջ արվեստների գիտեք այդ ժամանակ ու ռուսները այսօր պատրաստում են մինչև այսօր պատրաստում են լավ կատարողներ որոնք գնում են ամբողջ աշխարհը ու այս քաղաքական վիճակը հենա որ սաղ փախնում են էլի ինչ ասեմ լավ իսկ առհասարակ տեսնում եք բալետի ապագան տեխնոլոգիաների դարաշրջանում մենք հիմա տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում եւ արդյոք բեմական լուծումները կամ մեզ մոտ ոչ ներողություն բայց ոչ մեզ մոտ ուրեմն հակառակ բանն է կատարվում մենք շատ հուզիչ ուրեմն բաներ եմ տեսնում ես անընդհատ տեսնում եմ որ Քոչարեն բարում Յարխուշտա են բարում մերոնք այդ միանալու միասնականության գաղափարն է դա այն որ տղաներեն բաներն անում sense կերում են գալիս է իսկ դասականը ավելի մտքի ավելի մարդկային մեծ հարցեր է լուծում էլի դրա մասին եմ խոսում մենք հիմա մեր ազգը պետքա վերադառնա իր ակունքներին ես չգիտեմ որ դառնա ինչա Քոչարին երբ է ստեղծվել դու գիտեք այդ բաների մասին ոչ չգիտեք հա ես ինչ ասեմ մենք վերադառնում ենք դրան Քոչարին որ կարողանանք այդ դիմակայել մենք շատ փոքր ենք բանով թվականակով մեր ազգը բայց կարծում եմ որ մենք պետք է հաղթենք Ընդհանրապես բալետը անելիք ունի նաև քաղաքական դիրքավորման գործում այո ռուսական բալետը այդ իմաստով շատ լավն էր որտեվ ես ամբողջ կյանքս գնում էի ամբողջ աշխարհով ման էի գալի եւ ռոպագանդում էինք բալետային դասական բալետային ուրեմն ֆորման ու ինձ ասում էին դու ռուս ես ես ասում եի ոչ ես ռուս եմ ես հայ եմ ասում են բա մենք եկել ենք նայելու դիտելու ռուսական բալետը որտեղ ռուսական բալետը կատարողական մեծ համբավներ աշխարհում ու գնում ենք տենց ներկայացնում ենք ռուսական բալետը բայց այսօր հետո ես հասկացա որ բալետը ինքը առաջավոր է բալետը մի կողմն է
եւ քաղաքականությունը մյուս կողմն է։ Այն որ ասում են բակադուղ կանցախ, ուրեմն միշտ բալետն է անխոսքը, խոսք չկա չէ բալետում։ Բալետը ասում եմ ասելով դասական բառն եմ մտածում, որ ինքը ազդում է քաղաքականության վրա ու ասեցի ձեզ որ Բայդանի առաջի ուրեմն ելույթը իր հենց գրվածքը նրա մասն էր որ մեր խոսքը արվեստն է արվեստը որ արվեստը անխոսք արվեստը նկարչություն է դա զարմացրեց չէ ուրախացրեց ինձ շատ որտեվ չզարմացրեց ինքը եւ կարծեմ բաներ Անգլիայի այդ Չերչիլի մասին է խոսքը, այո։ Չերչիլն էր ասել, չէ՞ որ Չերչիլին գալիս են ասում են որ պետքա բյուջետը կրճատել, ասում է, բա ինչի համար ենք պատերազմում, որ կրճատելու ենք, հա։ Սրանք են առաջնային գաղափարները ու մեր այս կռիվները, պատերազմները, ասում են ճանապարհների համար, առևտրականների համար, ոչ, դրա համար չի մենակ, նրա համար որ ով պետքա գրավի մարդու միտքը եւ այն միտքը որը առաջ է տանում, որը պարն է տանում, որը պարն է մարմնի մշակույթը, հա, այսպես ասած։ Հա, դե ես հիմա ինձ համար պար է, որտեվ հույները եւ հայերը ասում են որ անգամ զինվորական շարժումներին որ մարզվում են, չէ, ասում են դա պարեր էին։ Պատկերացնում եք որ մենք պարում էինք այն ժամանակ էլի։ Պարոն Խառատյան, եթե խոսենք այսօրվա մեր բալետային դպրոցի մասին, էլի վերադառնանք, կան արտիստներ, որոնք ձեր ուշադրության կենտրոնում են եւ ասենք իրենք միջազգային հարթակներում նաեւ շատ կարեւոր դերակատարում ունեն եւ երևացող են այսօր։ Հայ արտիստներ, այո։ Մենք շատ արտիստներ ունենք, որոնք դուրս են եկել եւ դրսում ավելի կարողանում են դրսևորվեն դրսում, որտեղ խաղացանք կա մեզ մոտ ներողություն։ Ես չեմ ուզում մեզ մոտին խոսեմ, որտեղ մեզ մոտ հələ նոր բացահայտում ա գնում ինչ որ մենք անցել ենք, իրենք չգիտեն, չեն ուզում իմանալ, գիտեք, այս վերջերս ինձ մոտ տենց բան կա, որ մարդիկ ծերանում են, մահանում են, գնաց իրենց գիտելիքով ամեն ինչով, հիմա նոր մարդիկ որ ծնվեցին, հա, նոր սերունդը որ ծնվեց, իրենք չգիտեն ինչ կա աշխարհում եւ ինչ կա, իրենց համար ամեն ինչը նոր բացահայտում է։ Իսկ կան հիմա այսօր մարդիկ մի երիտասարդի անուն տվեք բալետային արտիստ որը ձեզ հիացնում է Դե ես դասավանդել եմ Վաշինգտոն բալետում որոնք ամերիկացին դասական պարը մարդկության համար իսկ Հայաստանում չեք տեսել ցավոք Դե ես Չէ, ես վերջերս որ գնացի ու հետո ասեմ որ իմ աղջիկը գալու է հոկտեմբերին կգա, իմ բեմադրություններից կբերեն Վաշինգտոնից ու այստեղ կներկայացնեն մեզ մոտ Հայաստանում։ Ձեր աղջիկը այնտեղ խորեոգրաֆ է թե արտիստ է բալետի։ Չէ, ինքը արտիստ էր, ինքը կատարող էր ու հիմա խորեոգրաֆ չի, ասում եմ դու կարող ես բեմադրել։ Տղաս ինքը բեմադրում է, բայց ինքը Արիզոնայում է։ Ինքը դպրոց ունի իր եւ իսկ աղջիկս Վաշինգտոնում է վերջերս եմ վերադարձել իր մոտից անդադ համոզում եմ որ դու պետքա խորեոգրաֆ դառնաս ասում էր ոչ ես պետքա ոչ թե բեմադրեմ այլ այդ բեմադրությունները մաքրեմ բաներ անեմ եւ մենք շուտով ձեր աղջկա ներկայացումները այստեղ կտեսնենք իմ աղջկա ներկայացումները չէ իմ ներկայացումներն են որ ես բեմադրել եմ որը ինքը կբերի ինքը մաքրում է այդ բեմադրությունները ես անցած տարի տեսա իմ բեմադրություններից մի փոքր հատված եւ շատ զարմացա այնտեղ որ կատարում են հետո որ տուն ես գնում մի քիչ մտածում ես բան իրանք լավ չէին կատարում աղջկաս հետ կիսվեցի այդ բաների մասին բայց ես
Շնորհակալություն պարոն Խառատյան, շատ հուսով եմ, որ առաջիկայում ինչ որ մի հետաքրքիր նոր բեմադրություն կտեսնենք ձեր միջամտությամբ, ձեր այսպես հովանավորությամբ։ Ես համեցեք ինչ որ բան։ Ուզում եմ ասել, որ բեմադրություններ կլինեն, ես անում եմ նոր բեմադրություն Կոմիտասյանը, որը կատարվել է ուրեմն կամերային բալետում, բայց կամերային բալետում ես արեցի Ասլամազյանի ինտերպրետացիա, իսկ հիմա անում եմ բանի Մուցերանն Լավ, երբ որ ժամանակը գա, մենք կիմանանք այդ մասին։ Շնորհակալություն, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն էր։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն